Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դեռևս 2025 թվականի փետրվարի 1-ից իրականացնում է անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագիրը։ Ընդունվել է աջակցության ծրագիրը հետևյալ տրամաբանությամբ, ֆորեն անձինք, որոնք զբաղվածություն ունեն, այսինքն ունեն ֆորմալ զբաղվածություն եւ վճարում են համապատասխանաբար հարկեր, այս անձանց եկամտային հարկը իր 100%-ի չափով ուղղվի անհուսալի վարկը մարելուն։ Ծրագրից կարող են օգտվել վարկային պարտավորություն ունեցող այն անձինք, ում ունեցած բոլոր վարկերի մայր գումարների հանրագումարը դիմելու օրվա դրությամբ փոքր է 1 միլիոն դրամից, եւ այդ վարկերը դասակարգված են անհուսալի դասով առնվազն 3 տարի։ Ծրագիրը այս պահին շարունակվում է եւ կշարունակվի մինչեւ 26 թվականի դեկտեմբերի 31-ը, այսինքն դիմումները կարող են ներկայացվել մինչև 26 թվականի դեկտեմբերի 31-ը, աջակցությունը կտրամադրվի հետևյալ կերպ. եկամտահարկը կուղղվի անհուսալի վարկի մարմանը եւ աշխատավարձի կամ դրան հավասարեցված այլ եկամուտների մինչև 20%, եթե անհրաժեշտ կլինի ուղղել վարկի վարմանը, ապա մինչև 20%-ը, նախկինում մինչև 50%-ի փոխարեն։ Աջակցությունը տրամադրվում է առավելագույնը 24 ամիս ժամկետով։ Ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է մուտք գործել isocial.am հարթակ, սեղմել կյանքի դժվարին իրավիճակ պատուհանի վրա, այնուհետև ընտրել անհուսալի վարկերի միջոցառում դաշտը։ Ձեր տվյալների նույնականացման համար համակարգը ձեզ կառաջարկի ընտրել բջջային նույնականացման քարտ կամ նույնականացման քարտ տարբերակներից որևէ մեկը։ Բջջային նույնականացման քարտ տարբերակն ընտրելու դեպքում անհրաժեշտ է մուտքագրել ձեր հեռախոսահամարը եւ սեղմելով մուտք դաշտի վրա ստանալ ստորագրման PIN գաղտնաբառը։ Նույնականացման քարտ տարբերակի դեպքում անհրաժեշտ է նույնականացման քարտը տեղադրել ընթերցող սարքի մեջ, սեղմել մուտք դաշտի վրա, հավաքել մուտքի PIN գաղտնաբառը եւ մուտքագրել պահանջվող տեղեկատվությունը։ Բջջային նույնականացման քարտ եւ նույնականացման քարտ չունեցող անձինք կարող են մոտենալ միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ։ Isocial.am հարթակում նույնականանալուց եւ պահանջվող տվյալները մուտքագրելուց հետո անհրաժեշտ է սեղմել հաստատել կոճակը։ Ինքնաշխատ ստուգումների արդյունքում անհամապատասխանություններ չհայտնաբերվելու դեպքում դիմումին տրվում է հաստատված կարգավիճակ եւ քաղաքացին ճանաչվում է միջոցառման շահառու։ Այդ մասին դիմումատուի էլեկտրոնային փոստին ինքնաշխատ եղանակով ուղարկվում է ծանուցում։ Անհամապատասխանություններ հայտնաբերելու դեպքում դիմումին տրվում է մերժված կարգավիճակ եւ մերժման պատճառների մասին դիմումատուին տեղեկացվում է էլեկտրոնային փոստին ուղարկվող հաղորդագրության միջոցով։ Isocial.am հարթակում օգտահաշիվ ունենալու դեպքում քաղաքացին ամսական պարբերականությամբ ստանում է ծանուցում վարկի մարմանն ուղղված դրամական միջոցների չափի վերաբերյալ։